Հունվարի 31-ին կայացած անգլերենի միասնական քննությունը մեծ իրարանցում առաջացրեց։ Մեկնարկից քիչ անց երկրորդ և չորրորդ թեստերում հայտնաբերվեց տպագրական սխալ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի հաղորդմամբ խնդրին արագ լուծում տրվեց։ Թեստերն ուղղվեցին, պատճենվեցին և նորից բաժանվեցին դիմորդներին։ Իրենց ժամանակին ավելացվել է լրացուցիչ 30-ից 45 րոպե, նայած ինչքան է տևել քննական կենտրոններում այդ գործընթացը։ Օտար լեզվի միասնական քննությանը այս տարի ամենաշատ դիմորդներն են հայտագրվել՝ 7321։ Խաչանուշ Գրիգորյանի խոսքով վերջին 4 տարիներին ձմեռային փուլի համար սա աննախադեպ մեծ թիվ է։ Իսկապես մեծ թվով դիմորդներ են օտար լեզու հանձնում, մասնավորապես անգլերեն։ Նման սեղմ ժամկետում թեստերի տպագրությունը ճիշտ է ցանկալի չէ, բայց երբեմն հնարավոր է, որ նման խնդիրներ առաջացնի։ Կարևոր է, որ արագ արձագանք է եղել և խնդրին լուծում է տրվել։ Դիմորդների նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը գլխավորում են Երևանի պետական ու տնտեսագիտական համալսարանները։ Լավ է, որ ստուգատեսի երկու հնարավորություն կա։ Շեմը չհաղթահարելու դեպքում ժամանակ կունենանք ամառային փուլին ավելի լավ պատրաստվելու, նշում են քննություն հանձնողները։ Դիմում եմ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Տրամադրությունը այսօր sense ավելի հանգիստ է, որովհետև առաջինը հայոց լեզուն էր, այնտեղ ավելի բարդ էր։ Հիմա sense ոնց որ երկրորդ անգամ են գալիս, ավելի հարազատ է, բայց դե լարվածություն էլի կա, դե տեսնենք ինչ ենք անում։ Ցանկանում եմ ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, քանի որ սա իմ առաջին քննությունն է, դեռ մի փոքր լարվածություն կա։ Իրականում շատ լարված եմ, քանի որ շատ եմ աշխատել եւ ցանկանում եմ այդ արդարացնել իմ այդ աշխատած ժամանակը, ներդրած ժամանակը։ Դիմորդներից պակաս անհանգիստ չեն նաև ծնողները։ Երեխաների համար կյանքի նոր և պատասխանատու փուլ է սկսվում։ Իհարկե անկալիքները շատ մեծ են, հուզմունքը նույնպես, քանի որ դա արդեն երեխային ապագան է որոշվում։ Մեծ սպասումներ ունենք։ Փորձում ենք այդ լարվածությունը այսպես ավելի ծածկել։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, հաջողություն եմ աղթում բոլորին։ Կապանի քննական կենտրոնում հայտագրված 193 հոգուց բացակայել է 6-ը։ Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները ստուգվում են մետաղորսիչ սարքով կապի միջոցների առկայությունը բացառելու նպատակով։ Քանի որ մեր երեխաները շատ հնարամիտ են, ամեն ինչի դեմ կարողանում են մի բան գտնել։ Հնարավոր եւ ինչ-որ բան փոխվի այդ առումով, բայց հիմնականում կարողանում են դրանով որսել։ Նորմալ հանգիստ ընդհանուր քննությունները իրենց համար լավ հնարավորություն է միջև ամառվա փուլին մասնակցելը ցույց տալիս այս գիտելիքները ու երկուսի արդյունքում կվերցնենք բարձրը։ Միջադեպի հետևանքով առաջացած լարվածությունը մեղմելու համար որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել երկրորդ և չորրորդ տարբերակներով աշխատած այն դիմորդների համար, որոնց թեստը տպագրական խոտանով է եղել։ Այսինքն նրանցից որևէ մեկը ընձեռված երկու հնարավորությունից չի զրկվի։ Գնահատման և թեստավորման կենտրոնը նոր քննությունը կկազմակերպի մարտի 1-ին։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք լուրեր։